Բարև բավական հետաքրքիր եւ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում, Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Ուկրաինայի մասով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ ուկրաինական կողմը պատրաստական է ընդունել Միացյալ Նահանգների առաջարկը, այն է 30-օրյա հրադադար հայտարարել Ուկրաինայում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Ռուսաստանը դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը, իսկ Reuters-ը գրում է, թե Ռուսաստանը առաջադրել է իր նախապայմանները։ Այդ միջոցին Ռուսաստանի նախագահը մեկնում է Կուրսկի մարզ, հանդիպում հրամանատարների հետ, գլխավոր շտաբի պետի հետ եւ հանձնարարականներ է տալիս։ Սա Ուկրաինայի մասով, իսկ Հայաստանում արտգործնախարարը հայտարարում է, թե առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենան քննարկելու համաձայնագրի խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման եւ վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Իսկ վարչապետը հայտարարում է, թե սահմանադրության նոր տեքստը կունենա նաեւ տարածաշրջանային նշանակություն։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խուրշուդյան։ Իմ նշած հերթականությամբ էլ սկսենք եւ առաջ շարժվենք Ուկրաինա։ Ես արդեն նկարագրեցի վերջին զարգացումները շատ համառոտ եւ դրանից հետո նշեցի, որ Ռուսաստանի նախագահը կարծես թե Ուկրաինայի հետ պատերազմը սկսելուց ի վեր առաջին անգամ զինվորական համազգեստով մեկնում է Կուրսկ, հանդիպում է գլխավոր շտաբի պետին, հրամանատարներին եւ հանձնարարականներ է տալիս։ Սա իր տեսակի մեջ յուրահատուկ մեսիջ է Ռուսաստանի դիրքորոշման մասին։ PR քայլ է ավելի շատ, որտեղ վերջապես հնարավորություն ունեցավ ռուսական բանակը գոնե ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, խոսքը շրջայի գրավելու մասին է։ Այսօր արդեն տարբեր տելեգրամյան ալիքներ երկու կողմից էլ հաստատում են, որ ուկրաինական զորքերը թողել են Շուրջան, Կուրսկի մարզի հայտնի քաղաքը, որը ժամանակին գրավել էին ռուսական զորքից։ Դա տեղի ունեցավ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հենց Տրամպի որոշմամբ հետախուզական տվյալների դադարեցման, տրամադրման դադարեցման ֆոնին Ուկրաինային եւ ռազմական օգնության դադարեցման ֆոնին, որը երկրորդ ավելի շատ հոգեբանական նշանակություն ունեցավ, որտեղ բարձ է որոշակի սպառազինություն կուտակած ունի դեռ Ուկրաինան 6 ամսվա պաշար, բայց հետախուզական տվյալների դադարեցումը, տրամադրման դադարեցումը ուղիղ անմիջական ազդեցություն ունեցավ եւ դա հենց խթան եղավ, որ ռուսները շտապեն դրանից օգտվել եւ կարողացան այդ հաջողությունը զարգացնել։ Ինչ վերաբերում է համաձայնություններին Ջիդայի, իրականում Միացյալ Նահանգները փաստացի ճնշելով Ուկրաինային հասավ որոշակի զիջումների։ Այսինքն ես նկատի ունեմ ոչ թե այն, որ Ուկրաինան համաձայնվեց դադարեցնել ռազմական գործողությունները, նա միշտ էր համաձայն դադարեցնել, բայց իհարկե բանական պայմաններով։ Այս դեպքում պարզ չէ, թե ինչ տվյալներ կան դեռ այդ բանակցություններից, որովհետև տարբեր խոսակցություններ կա, որ պահանջներից մեկն էլ եղել է այնպիսի տարածքային զիջումներ, ընդհանրապես տարածքային իհարկե զիջումների մաս խոսակցությունը գնացել է, բայց պարզ չի, թե ինչ ծավալի, հա, օրինակ ռուսները ասում են, պահանջը ռուսականն է, որ այն բոլոր տարածքները, որոնք որ իրենք հայտարարել են իրենց համանadrությամբ Ռուսաստանի մաս, այսինքն նույնիսկ նրանք որ դեռ չեն էլ գրավել կամ գրավել են հետո թողել են, Խերսոնը օրինակ, Զապորոժիան։ Ես խոսեցի Reuters-ի հետ հրապարակման մասին, որը Ռուսաստանի նախապայմաններն է առաջադրում, Reuters-ը չի գրում թե ինչ նախապայմաններ, բայց նախընթաց հայտարարություններից մենք գիտենք, չէ՞, նախապայմանների մասին։ Այն է, որ Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եւ Ղրիմը եւս 4 շրջաններ պետք է ճանաչվի Ռուսաստանի տարածք։ Այս պայմանները բանական են, այս պայմանները իրագործելի են, թե իրագործելի չեն։ ՆԱՏՕ-ի մասով իրագործել են, որտեղ նույնիսկ Բայդենի օրոք մենք տեսանք, հա, այդ հապաղումները անդադ եղել են։ Նո չէին ասում բաց տեքստով, որ չեք դառնալու, բայց հապաղել են հասկանալով Ռուսաստանի այդ կարմիր գիծ լինելու հանգամանքը։ Տրամպի օրոք առավել եւս իրատեսական չէ հակառակը, այսինքն իրատեսական չէ ՆԱՏՕ-ի անդամ անմիջապես դարձնել դա համար եվրոպացիներն էլ տարբեր մեթոդներ են ուզում գտնել անվտանգային երաշխիքները առանց ՆԱՏՕ-ի անդամակցության Ուկրաինային տրամադրելու։ Մասին էր խոսքը։ Հա, օրինակ Ջորջիա Մելոնին առաջարկում է Իտալիայի վարչապետը առաջարկում է նույն այն անվտանգության մեխանիզմները, որը որ արկա է ՆԱՏՕ-ի ներսում, օրինակ 5-րդ կետը, որով ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հարձակման դեպքում մնացած ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանում են,
առանց ՆԱՏՕ-ի անդամակցելու Ուկրաինային տարածեն Ուկրաինայի վրա։ Այդպեսի առաջարկ են անում։ Բայց դա նույն բանն է, ինչ որ իհարկե ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, ռուսները դրան չեն համաձայնվի։ Ավելին ռուսները չեն համաձայնվում նույնիսկ այնպիսի խաղապահների արկայությանը զինադատարից հետո, որոնք որ ՆԱՏՕ-ի որևէ երկրից կլինեն, որտեղ իրենք Լավրովը պարզ ասաց, որ մեզ համար անընդունելի է ցանկացած երկրի ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինչ դրոշով ուզում է լինեն Ուկրաինայի տարածքում գտնվելը։ Մյուս կողմից լավ է արդեն, որ գոնե ինչ որ խաղապահների համաձայնվում են, թեկուզ չինական, հնդկական, այդպիսի խաղապահների ռուսները համաձայն են։ Իսկ դա նշանակում է, որ եթե սանկցիաները չհանվեն, այդ հարցը է, ինչ պայմաններով կլինի զինադադարը։ Տրամպը ասում է, հիմա զինադադար կնքեք, հետո մնացածը կբանակցենք։ Այսինքն 30 օրով զինադադար լինի, 30 օրն էլ պայմանական արվել է ինչի համար, որտեղ Ռուսաստանին այլ կերպ հնարավոր չէր համոզել։ Հավեր զինադադար ասել առանց սանկցիաների հանելու Ռուսաստանը չէր համաձայնվում։ Ռուսաստանը հայտարարում է, որ կարճաժամկետ զինադադարը նպատակահարմար չեն համարում։ Նրանք խոսում են երկարաժամկետ կայունխաղաղության մասին, բայց սեփական իրենց առաջադրած այդ նախապայմանները հաշվի առնելով հիմքում դա։ Ես նկատի ունեմ, որ առավել եւս երկարաժամկետ զինադադարը ռուսներին չէր համապատասխանի առանց իրենց նպատակներին հասնելու։ Այո, իրանք ասում են կայունխաղաղություն, որի տակ հասկանում են, որ մեր բոլոր պայմանները արեք, նոր մենք խաղաղություն կնքենք, ինչ զինադադար, ինչ բան։ Հիմա Տրամպը ասում է, չէ, գոնե 30 օրով զինադադար արեք, որ զոհեր չլինեն, դադարեն զոհերը, իրականում դա իրան ավելի շատ հետաքրքիր է, որ ինքը իր խոսքի տերը լինի վերջապես Միացյալ Նահանգների ընտրողներին եւ աշխարհին ցույց տա, որ այնպես օդի մեջ չէր ընդհանրապես խոսում, որ մի օրում այդ պատերազմը կկանգնեցնի, բայց պարզ է, որ Ուկրաինան չի համաձայնվի այդ զինադադարին այնպիսի պայմաններով, որոնք որ Ռուսաստանն է պահանջում, հա, բացի այդ ՆԱՏՕ-ին չանդամակցելու եւ այլն։ Ընդհանրապես գլոբալ հարցեր չեն քննարկվի, քանի դեռ գլոբալ խաղաղություն չի քննարկվելու, այլ ընդհանրապես զինադադար է։ Այդ առումով Ուկրաինային ավելի ձեռնտու է, իրոք, որովհետև ուկրաինացիները ահագին գոհ են այս արդյունքներից, մանավանդ որ վերականգնվեցին հետախուզական տվյալների տրամադրումը եւ զենքի մատակարարումները։ Գոնե այդ մասով իրեն գոհ են եւ գոհ են, որ իրենց ավելի վատ բաներ չի պարտադրվել Միացյալ Նահանգների կողմից, ընդհանրապես ասել են զինադադար։ Հիմա ռուսների հերթն է եւ այդ ճնշումները, որ հիմա այլ Ռուսաստանի հանդեպ են, չնայած զուտ այսպես վերբալ մակարդակով արտահայտում Միացյալ Նահանգների կողմից, որ գնդակը իրենց դաշտում է, Տրամպը նույնիսկ ասեց միջուկային զենք կարող է կիրառենք եթե հանգարց։ Տրամպը ավելի հայտարարեց, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, ապա կիրառվեն միջոցներ, որոնք կործանարար կլինեն Մոսկվայի համար։ Դա նշանակում է, որ չի լինելու ոչ մի զինադադար իրականում, որովհետև Ռուսաստանը չեմ կարծում։ Ես դրա համար էի հասնում այդ զինվորական հագուստով գնալը, այսինքն պատասխան էր, որ արեք այդ կործանարարը տեսնենք, մենք պատրաստ ենք պատերազմի։ PR ակցիայի մեջ կար նաև այդ էլեմենտը, որ մի մոռացեք մենք ով ենք, տեսեք մենք ինչ հաջողություններ ենք դեռ հասնում, բայց պետք է իհարկե իրենք ընդունեն, որ դա Միացյալ Նահանգների շնորհիվ եղավ։ Եվ Միացյալ Նահանգները հիմա որ ձեռը քաշեց մի պահ ռուսները կարողացան դա անել, հիմա որ ձեռը վերադարձրեց, կարող է ուրիշ բան չկարողան անել։ Հարցը այդ էր, ինչ կլինի, եթե Ռուսաստանը չհամաձայնի Թրամփի այս առաջարկին։ Թրամփն էլ ասում է, եթե չհամաձայնի, այնպիսի պատժամիջոցներ կիրառենք, որ կործանարար կլինի։ Այսինքն ավելի ընդհանրապես Տրամպին կանխատեսել, կանխագուշակելը անշնորհակալ գործ է Տրամպի որոշումները, բայց մեր համար ավելի կարևոր է բոլոր սցենարները դիտարկել եւ պատրաստ լինել բոլոր սցենարներին, որովհետեւ այդ զինադադարն էլ իր մեջ ռիսկեր է պարունակում, որտեղ այդ զինադադարների փաթեթի մեջ եւ ընդհանրապես խաղաղության փաթեթի մեջ Ուկրաինայում կարող են լինել բաներ, որոնք որ Ուկրաինային չեն վերաբերում, այլ վերաբերում են օրինակ մեր տարածաշրջանին, օրինակ Իրանին, որի մասին Իրանում վաղուց անհանգստություն կա, ես դրա մասին էլի մի քանի անգամ առիթ եղել խոսել եմ, այսինքն որ զիջեն ռուսները զիջեն Իրանը, ստանան Ուկրաինա, կոպիտ ասած, հա, կամ Ուկրաինայում ինչ որ իրանց պետք է։ Նման պայմաններում մենք պետք է հասկանանք, ինչը ուր կարող է տանել եւ որ դեպքում ինչ մենք պետք է անենք։ Ինչ կարող է լինել ձեր ասած սցենարի դեպքում, հատկապես որ արդեն տեղեկություն կա այն մասին, որ Միացյալ Նահանգների նախագահի նամակը վերջապես գնաց հասավ Իրան։ Ինչեւ այդ ասում էին գրել է, Իրանն ասում էր մենք չենք ստացել, հիմա ըստ տեղեկությունների արաբական երկրներից մեկի հատուկ բանակցի միջոցով տարել հանձնել են։ Իրանի հոգևոր առաջնորդն էլ, որ ըստ էության ղեկավարն է երկրի, ասել է, որ ես ճնշումների տակ ոչ մի բանակցություններ չեմ վարելու։ Բայց Տրամպը նույն տոնով, ինչպես որ Ռուսաստանի մասին էր ասում, այնպես էլ Իրանի, որ կամ գործարք, կամ ուժ։ Հա, այո, եւ Իրանի դեպքում իհարկե ինքը պետք է խախտի սեփական հռչակված սկզբունքները։ Խաղաղություն, տեսեք ինքը Ուկրաինայում ամեն ինչ ասում է, միայն թե խաղաղություն լինի, պատրաստ է նույնիսկ ագրեսորի ուրեմն գործողությունների վրա աչք փակել, միայն թե խաղաղություն լինի։ Իրանի դեպքում
ընդհանրապես մտադրություններ Իրանի ինչ որ պրոքսիների աջակցել տարածաշրջանում, ինչ որ հիպոթետիկ հնարավորություն ատոմային զենք ստեղծելու, որը պարզ չի դեռ ստեղծում է, չի ստեղծում եւ այլն։ Կամ գուցե ստեղծել է թե չի ստեղծել արդեն։ Բայց դա արդեն պատերազմ դրա պատճառով սանձազերծել մեծ տարածաշրջանային պատերազմ, ընդ որում Իրանը Ուկրաինա չի։ Այդ իմաստով շատ ավելի այսպես մեծ հետևանքներ կարող ունենա աշխարհի համար։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ, որովհետեւ նավթը ամբողջ աշխարհին մատակարարող նավթը տարածաշրջանում է։ Նավթի տակառ է այստեղ, հա, ծոցը, Պարսից ծոցը, պարզ է, չէ՞, որ Իրանին որ հարված են, Իրան չի նստելու սպասի, թե էլ ինչ են անելու իր գլխին, ինքն է սկսելու է հարվածել ուղիներին, նավթատարներին, տանկերներին եւ այլն, հա։ Եվ դա ուղղակի աշխարհի տնտեսությունը կարող է կոլապսի բերել։ Այսինքն նավթը այնպեսի գներ կարող է ստանալ, որ աշխարհի տնտեսությունը կծնկի ուղղակի։ Մի տեսակ տպավորություն չէ, որ այս իրադարձությունները ընթանում են սարսափելի արագընթաց եւ ճանապարհներին անընդհատ շրջադարձեր են, իսկ այդ արագության տակ շրջադարձերը վտանգավոր բան է ոչ միայն ճանապարհային երթևեկության մեջ, այլև քաղաքականության եւ աշխարհ-քաղաքականության։ Հա, եւ այդտեղ շատ կարեւոր է, թե մենք մեր մեքենայով ոնց ենք կարողանալու խուսափել այդ խոշոր խաղացողներից, որ չընկնենք տակները, հա։ Ու ենք գնում, թե աչք-հաշու կանգնում ենք, սպասում ենք։ Հիմա տեսեք, այստեղ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում է հիմա Ադրբեջան Միացյալ Նահանգներին ոչ միայն Իրանի դեմ բերելու, ոչ միայն այդ սցենարը իրատեսական դարձնելու Իրանի դեմ հարձակման, որի շուրջ Իսրայելի հետ շատ սերտ համագործակցում է, այլ որ այդ աղմուկի տակ կարողանա իր միջանցքի իր խնդիրը այսպես կոչված միջանցքի լուծի, ընդ որում ստեղ երկու տարբերակ կա։ Կամ ինքը հրձիքը դառնա Իրանի դեմ պատերազմ, այդ դեպքում ինքը առաջի քայլը պետք է անի եւ սցենարի մաս պետք է դարձնի դա Ամերիկայի կողմից Ամերիկայի հետ համաձայնեցված սցենարի մաս Իսրայելի միջոցով բարձ է, որտեղ ինքը խողովակ չունի Տրամփի վրա, բացի ագալարվներից։ Այդ ուղղությամբ կարծես թե քայլեր արվում են բոլորին վերջերս որ Իսրայելի խորհրդարանում քննարկում էին Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հեռանկարը։ Ոչ միայն Ադրբեջանը աշխատում է տարբեր հրեական շրջանակների հետ։ Ջերուսալեմ Պոստում ամսի 11-ին մարտի հրապարակվեց մի նյութ, որտեղ որ ասվում է ոնց են հրեա ռաբիններ տարբեր տեղերի եւ հատկապես նամակ է բերվում Արաբական Միացյալ Էմիրությունների հրեական ռաբի նամակը Տրամփին, որով հորդորում են մտցնել Ադրբեջանը Աբրահամի պայմանագրերի մեջ։ Դուք գիտեք, Աբրահամի պայմանագրը Իսրայելի եւ մի շարք արաբական երկրների, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ եւ Արաբական Էմիրությունների պայմանագրի, որը 5 րոպե պակաս չստացվեց զուտ, որովհետեւ հայտնի իրադարձություններ տեղի ունեցան, հետո Տրամփը արդեն փոխվեց եւ այլն, բայց որը որ շատ կարեւոր է Իսրայելի համար, որ արաբական աշխարհի հետ իր հարաբերությունները կարգավորեր, որպեսզի մնացած հարցերը հեշտ լուծեր։ Հիմա Պաղեստինի նաեւ հանդեպ իր այս վերջի սրված քաղաքականություն եւ Գազայի հատվածում հատկապես բերել է նրան, որ այդ Աբրահամի պայմանագրերը այսպես դեռ չեն համաձայն կնքել հատկապես Սաուդյան Արաբիան եւ այլն, բայց եթե դրան վերադառնան, իսկ ոնց որ թե հիմա գնում է ամեն ինչ դրան, որ վերադառնան այդ Աբրահամի պայմանագրի, հիմա արդեն Տրամփի ճնշման ներքո, ընդ որում դրա տակ ոնց ես հասկանում եմ, նաև Իսրայելի վրա պետք է ճնշում լինի, որպեսզի Իսրայելն էլ համաձայնվի երկու պետության սկզբունքին, որն էլի շատ կասկածելի է կա համաձայնվի թե չէ, ընդ որում մինուս Գազա, այսինքն միայն արևմտյան ափը Հորդան գետի, բայց ամեն դեպքում այստեղ մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում է այդ թույլատվությունը Միացյալ Նահանգներից ստանալու հենց այդ Իրանի դեմ հարվածի կոմպլեքսում։ Տարբերակ մեկ, որ Ադրբեջանը ինքն է դառնում մաս, այսինքն ինքն է առաջին քայլը անում։ Մյուսը, որ ինքը սպասում է, որ հարվածը լինի Իրանի հանդեպ եւ այդ աղմուկի տակ ինքը մտնի վերցնի։ Ընդ որում ստեղ էլ հարցեր կա, որտեղ այդ ճանապարհը ախր վերցնելը այնպես չի, որ Իսրայելին շատ ձեռն է տալիս, որտեղ այդ ճանապարհը եթե Ադրբեջանը վերցնում է, դա Թուրքիան էլ է օգտագործելու իր ազդեցությունը տարածելու եւ իր հզորությունը մեծացնելու ոչ միայն Միջին Ասիայում, այլ իր աշխարհակաղակական դերակատարությունը արևել-կարևմուտք այդ մետաքսի ճանապարհի տեսակետից։ Այսօրվա իսրայելա-թուրքական հակադրության պայմաններում Իսրայելին դա այդքան էլ ձեռ չի տալիս։ Ու ես չգիտեմ Իսրայելը նման որոշում կկայացնի, այսինքն մի բան է, որ ինքը ուզում է իհարկե Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ։ Ուրիշ հարց թե Իրան ձեռ կտա, Իսրայելին ձեռ կտա, նաև այդ աղմուկի տակ այդ կաշկալամաշի մեջ կոպիտ ասած Թուրքիայի դերն ու հզորությունը մեծացնել ակամայից։ Այսինքն Ադրբեջանին օգտագործելու դիմաց այդ գինը
ոնց է։ Հենց այդտեղ դրա համար նույնիսկ Իսրայելի հետ է պետք է աշխատել։ Մեր դիվանագիտությունը բոլոր ուղղություններով պետք է աշխատի, փորձելով բոլոր տեղերի ինձ շահերը ներկայացնել։ Օրինակ, հիմա մի հոդվածի մասին ձեզ պատմեցի։ Այդ հոդվածում պարզ տեքստով գրվում է, որ Ադրբեջանը նույնիսկ հակադրվում է իսլամական աշխարհի շահերի հետ, միայն թե Իսրայելի հետ բանանի։ Գովում են Ադրբեջանին, որովհետև իսրայելական մամուլում է դա տպվում։ Բայց ինչքան լավ կլինի դա թարգմանվի արաբերեն, պարսկերեն։ Ես հասկանում եմ, որ հատուկ ծառայությունները արաբական երկրներում էլ, Իրանում էլ հաստատ այդ նյութերը լրիվ կարդում են եւ ինչ որ շրջանակներ տեղյակ են, բայց լայն զանգվածներին է դա պետք ներկայացնել։ Շատ լավ կլինի այդպես բաները թարգմանվի եւ թարգմանաբար տարածվի, գոնե think tank-երը, բոլոր մամուլի միջոցները մեկն էլ կհրապարակի եւ ընդհանրապես մի օրինակ է դա, այդպիսի հրապարակումներ բազմաթիվ դեպքերում լինում են։ Կամ հիմա նարատիվները տարածում Ադրբեջանի հակաեվրոպական եւ հակաբայդենական նշանակում են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական թևի դեմ։ Եվ այդտենց փորձում է Տրամպին սիրաշահել ըստ էության։ Հա, բայց հակաեվրոպական այստեղ Թուրքիայի չի հակասության մեջ մտնում, Թուրքիան կարծես թե փորձում է քայլեր անել դեպի Եվրոպա, ասում է Եվրոպայի այդ անվտանգային նոր ճարտարապետությունը հնարավոր չի կազմակերպել առանց Թուրքիայի, այսինքն ինքն իրեն առաջարկում է եվրոպական նոր այդ ճարտարապետության մեջ։ Մտնում է եւ այդտեղ էլ պետք է աշխատել։ Թուրքիայի հետ հիմա շատ լավ պահ է աշխատելու։ Իդեպ այդ առումով լավ է, որ լրագրողները թուրքական հրավիրվել են, շատ լավ գաղափար էր Հայաստան եւ ինչ որ հայկական նարատիվներ հնարավորություն ստացավ Հայաստանը տարածի, Հայաստանի իշխանություն տարածի Թուրքիայի հասարակության մեջ։ Հիմա ձեր գնահատմամբ ինչ փուլում է հայ-թուրքական հարաբերությունները, նկատի ունեմ վերջին շրջանում եւ Մարգարայի ուղղությամբ կատարված այդ աշխատանքը եւ ինչպես նշեցիք թուրք լրագրողներին հարցազրույցը։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ վերլուծաբան, Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խորշուդյանի հետ։ Մենք Ուկրաինայից սկսեցինք, հասանք մինչև Թուրքիա եւ հայ-թուրքական հարաբերություններ, ներկա վիճակը ինչ փուլում ենք։ Թուրքիայի հետ ուղղակի պատուհան է բացվել հերթական հարաբերությունների կարգավորման զուտ թուրք-ադրբեջանական տարբեր շահերի ի հայտ գալու պայմաններում։ Հարց է թե այդ շահերը ինչքանով խորն են, այդ հակասությունը այդ շահերի որքանով են խորը, որքանով են անհաղթարել, որտեղ մենք տեսնում ենք բարբերաբար առաջնորդները հանդիպում են այդ երկրների, որպեսզի դրանք կառավարելի լինեն այդ հակասությունները երկու կողմերից էլ ցանկություն չկա ուրեմն խորացնել այդ հակասությունը, դա ակնհայտ է, հա։ Բայց ամենայն դեպս տեսանելի է, որ Ադրբեջանի համար հիմա Իսրայելը թվում է թե նույնիսկ ավելի կարևոր է դառնում որպես այսպես կամուրջ դեպի Միացյալ Նահանգներ, դեպի Տրամպը, որտեղ արդեն ինքը գիտի, որ Թուրքիան այսպես անմիջական որևէ աջակցություն ցույց չի տալու այդ միջանցքը, այսպես կոչված միջանցք ստանալու հարցում, բայց եթե Միացյալ Նահանգները այնքան որ աչք փակի, ոնց որ Տրամպը ժամանակին մի անգամ արեց 20 թվականին, դա Ադրբեջանին կարող է բավարար լինել իր հարցերը գոնե լուծել փորձելու հարցը, որտեղ դա էլ դեռ հարց է, որտեղ հիմա Հայաստան ամեն դեպքում զուգահեռ սպառազինությունները ձեռք է բերում, վերապատրաստում է իր զորքերը, վերջ-վերջո Եվրոպայի դիրքորոշումը դեռ կա եւ չի փոխվել այս հարցում, հա, ավելին ասեմ, Միացյալ Նահանգներում պետդեպարտամենտում այսօր այն հաստիկներին, այն պաշտոններին, որոնք որ զբաղվում են մեր տարածաշրջանով, դեռ նույն մարդիկ են եւ Օբրայենը դեռ իր հաստիքում նստած է, առաջիկա ամիսներին նստած է լինելու։ Առաջի 6 ամիս ընդհանրապես Միացյալ Նահանգներում այդպես է։ Պետքարտուղարի տեղակալ է։ Այո, այսինքն ինքը նստելու է այնքան, միջև որ տեսնեն այնտեղ, եթե այդ 6 ամսվա ընթացքում տեսան, որ իր հետ կարող են աշխատել, նախորդ ադմինիստրացիայի կադրերի հետ կարող են աշխատել, թողնում են, եթե չեն կարող, փոխում են։ Բայց այս 6 ամիսը դեռ այդ մարդիկ են, իսկ Օբրայենն էր այն մարդը, որը որ եկել էր տարածաշրջանում ասում էր, որ մենք թույլ չենք տալու ոչ մի միջանցք եւ այդ միջանցքից ոչ մեկ չի օգտվի, եթե հանգարց Ադրբեջանը ինչ որ բան բացի։ Եվ միջին միջանցքն ինքը առաջ բխում Միացյալ Նահանգներին։ Եվ հատուկ ասում էր, որ այդ միջանցքը արդեն ուրիշ իմաստով միջանցք այո, միջին միջանցքի իմաստով առանց Հայաստանի սուվերենություն կորստի, իրենք անելու են եւ իրենք ավելի շահագրգռված են Հայաստանով անցնելով ճանապարհի անցնելու տարբերակով, քան Վրաստանով, որ Հայաստանն էլ դա վերահսկի, ոչ թե ռուսական ՖՍԲ-ն։ Ինչ են իրենք դրան շահագրգռված, որովհետև Հայաստան դառնալու էր միակ օղակը վստահելի իրենց համար, որը որ այդ սանկցիոն իրենց քաղաքականությունը անվերապահորեն կատարելու էր, ոնց որ հիմա կատարում է Ռուսաստանի մասով։ Այնպես որ նոր Միացյալ Նահանգներին չի պետք է այդ գործիքից, այդ լծակից հրաժարվեն։ Ինչա ավելի են վստահելու Ադրբեջանին ու Թուրքիային, վստահող լինեին անվերապահորեն ամեն ինչ կտային իրենց, բայց չեն տալիս։ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, հակասություններ ունեն։
Եվ այդտեղ էլ Իսրայելի համար այնքան կարևոր է բանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը, որ նույնիսկ Տրամպին համոզել են եւ այսպեսի արդեն խոսակցություն կա, որ Տրամպը ակնարկել է ինչ-որ ուղերձ է հղել Թուրքիային, բարձ չի թե ինչքանով դա ճիշտ, ամենադեպս այսպեսի տեղեկություն կար ոչ ֆորմալ, որ եթե Թուրքիան համաձայնվի վերականգնի իր հարաբերությունները Իսրայելի հետ, ապա իրենք պատրաստ են քրդերին ձեռք քաշել, կոպիտ ասած, եւ ձեռքը քաշեն քրդերից եւ այդ զորքը դուրս բերեն Սիրիայից, ամերիկյան զորքը, որ այսօր ըստ էության պաշտպանում է քրդերին։ Իդեպ այդքան էլ լավ չի պաշտպանում, խոշորագույն հանքերից մեկը, որ նավթային քրդերը վերահսկում են, օրերս 2 օր առաջ անցավ Սիրիայի կենտրոնական իշխանության վերահսկողության ներքո գրավեցին ուղղակի, հա, որը որ հսկայական տնտեսական բան է տալիս։ Նու դա էլ կարող էր ինչ-որ բազարի մաս կազմել, բայց ամենայն դեպս արդեն կամաց-կամաց զիջում են ինչ-որ բաներ, որը որ էլի Իսրայելի սրտով չէր հաստատ եւ ես չգիտեմ, գուցե դրա դիմաց ինչ-որ քայլեր ամեն դեպքում արվել են թուրք-իսրայելական հարաբերությունների վերականգնման, դա էլ պարզ չի, հա, այդ ամբողջը շատ կարևոր թնջուկ է, որի մանրամասնությունների ամեն դետալ մեր համար շատ կարևոր է հասկանալու համար, թե ուր են տանում իսրայելցիները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը եւ տարածաշրջանում Թուրքիայի դերի մասով միջև ուր են պատրաստ թույլ տալ, միջև ուր պատրաստ չեն։ Եվ հատկապես Միացյալ Նահանգները դիմացը Իսրայելը, Միացյալ Նահանգները, եվրոպական համայնքը, խոսեցինք նաեւ Թուրքիայի աշխատանքի, դե եթե ասում է եվրոպական ճարտարապետության մեջ մեր դերը կարևոր է, բնականաբար դա պիտի կապիտալիզացնի նաեւ հարավային Կովկասում իր դերակատարության դիրքերի ամրացման համար։ Հիմա տեսեք, այդ ճանապարհը որ ասում չեն օգտագործի, դա միայն Միացյալ Նահանգների ասելով չի լինելու։ Դա շատ լավ է, որ Օբրայենը այդպեսի բան է ասել, բայց ենթադրենք 6 ամսից հետո Օբրայենին փոխում են, դնում են մեկին, որը որ արդեն լրիվ Տրամպի քաղաքականություն է վարում, Տրամպին էլ իսրայելցիք Ադրբեջանի այսպես պասով համոզում են, որ թող լինի այդ ճանապարհը։ Բայց ով է օգտվելու այդ ճանապարհից։ Այս կողմով է Եվրոպան է։ Եթե Եվրոպան չորոշի այդ ճանապարհից օգտվել, Միացյալ Նահանգներին այդ ճանապարհը 100 տարի պետք չի։ Ինքը այդ ապրանքները տեղով չի տանում Միացյալ Նահանգներ, ինքը Խաղաղ օվկիանոսով է տանում Չինաստանից ուղիղ գնում է Ամերիկա։ Դե Եվրոպան եթե չի օգտագործում այդ ճանապարհին չէ նշանակում Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրոպա։ Եթե Եվրոպան դուրս է գալիս, ում է պետք, ոչ մեկին պետք չի։ Եվրոպան սկզբունքորեն կարող է չօգտագործել այդ ճանապարհը։ Ավելին կարող է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի դեմ, ընդհանրապես որևէ ճանապարհ Ադրբեջանով չօգտագործի, ինչքան էլ իր վրա դա ծանր նստի։ Չնայած հիմա այնպեսին չի առևտրաշրջանառությունը Ադրբեջանի վրայով Չինաստանից եկող բեռները այնպեսի մեծ ծավալ չեն, որ Եվրոպայի համար դա ինչ-որ մեծ նշանակություն ունենա։ Հիմնականում ծովային ուղիներով բերում են։ Բայց հետաքրքիր է Եվրոպական խորհրդարանի հետ քննարկված բանաձևի շուրջ, որ ասացիք Ադրբեջանի նկատմամբ կարող է պատժամիջոցներ ձեռնարկվել, բանաձևի մասին ինչ կարծիք ունեք, բավական կոշտ, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը ռազմակերիներ են, դատավարությունները կեղծ են եւ շինծու են եւ այլն, նույնիսկ արցախցիների վերադարձի հարց, այնտեղ նույնիսկ քննադատության եկավ, թե մենք ինչ ենք անում, այսինքն Ռուսաստանից նավթ գնելը վատ է, իսկ Ադրբեջանից օքեյ է, մենք դաշնակից ենք համարում եւ դա ուղերձ է Ադրբեջանին հիշացնելու են կարմիր գծերի մասին, որ Եվրոմիությունը ունի, եւ հիշացնելու համար այն լծակների մասին, որ Եվրոմիությունը ունի Ադրբեջանի հանդեպ։ Դա նավթն ու գազն է, որից կարա հեշտությամբ քաղաքական կամք ունենալու դեպքում հեշտությամբ հրաժարվի Եվրոմիությունը եւ դրանով ուղղակի կոլապսի բերի Ադրբեջանի տնտեսությունը կարճ ժամանակում։ Բայց այստեղ հարց կա, որ Ադրբեջանը հիմա փորձում է կամաց-կամաց այդ շոշափուկները ավելացնի Եվրոմիությունում։ Օրերս պարզ դարձավ, որ Սլովենիայի հետ են արդեն պայմանավորվել գազ մատակարարելու հարցում։ Այսինքն Սլովենիան միացավ այն 6 երկրներին եվրոպական, իսկ պլյուս դրան ներսում 4 երկրներին Եվրոմիության։ Դուք գիտեք, որ Հունաստանն է, Իտալիան է օգտվում դրանից, հա, Ալբանիան է օգտվում եւ Հունգարիան է օգտվում։ Սլովակիայի հետ բանակցում են եւ Բոսնիա-Հերցեգովինայի հետ են բանակցում։ Ադրբեջանցիները նրանք դեռ չեն շտապում այդ գազը գնել, բայց նաև Սերբիան, որը որ Եվրոմիության անդամ չի, օգտվում է այդ գազից եւ ուրեմն էլի մի երկիր կար, որը Եվրոմիության անդամ չի, հիմա այդ էական չի։ Ուզում ասեմ, որ Ադրբեջանը փորձում է թեկուզ փոքր խմբականակներ մատակարարելու շնորհիվ այնտեղի գազային, նավթային, էներգետիկ այդ կորպորացիաների հետ սերտ համագործակցություն հաստատելով նրանց միջոցով լոբինգ անել երկրների վրա, մանավանդ որ այդտեղ արդեն երկրները շահագրգռված են լինում այդ գազը ստանալու հետ, կախվածություն, թեկուզ փոքր կախվածություն են ձեռբերում։ Ուզում ասեմ, Ադրբեջանը բազմաշերտ հիմա դիվանագիտություն է վարում, որին պետք է հակադարձել։ Եվ այդ ֆոնին Հայաստանի ակտիվ գործունեությունը Եվրոմիությունում
Եվրոմիության երկրների հետ առանձին եւ Եվրոմիության հետ միասնաբար ավելի հարաբերությունների սերտացումը շատ կարեւոր են։ Իդեպ երեք գիտեք, որ ստորագրվեց Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, որ շատ կարեւոր է, պետք է այդ շարքը շարունակել շատ ավելի մեծ թվով երկրների հետ։ Այսօր մենք նույնիսկ Ադրբեջանի չափ թվով, հա, չունենք այդքան ռազմավարական համագործակցության փաստաթղթեր եվրոպական երկրներից, ինչքան Ադրբեջանը ունի։ Այդքան հետ ենք մնացել, շնորհիվ Ադրբեջանը ուր, Հայաստանը ուր, հա, իր դեմոկրատական ստանդարտների առումով, եվրոպական շահերի հետ համապատասխանության մասով, բայց ժամանակին աշխատել են Ադրբեջանում, այստեղ չգիտեմ ինչով են զբաղված եղել իշխանությունները։ Դեռ ասած այդ ստորագրման եւ այլ համատեղասուլից բան Հայաստանի արտգործնախարարը շատ ուշագրավ հայտարարություններ արեց նաև հայ-ադրբեջանական գործընթացի մասով։ Նա հայտարարեց, թե առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկել Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման եւ վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Մենք գիտենք, որ սրանից առաջ Ադրբեջանը արդեն ուղարկել էր մեզ այդ խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը եւ հայտարարվել էր, որ երկու հարցերը, որոնք համաձայնեցված չէին, շարունակում են մնալ չհամաձայնեցված։ Հիմա եթե արտգործնախարարը հայտարարում է, թե առաջիկայում հնարավորություն կլինի ադրբեջանական կողմի հետ քննարկել, այսինքն սրանից կարող ենք բխեցնել, որ ինչ-որ բան փոխվել է, ինչ-որ մոտեցումներ փոխվել են, ես չգիտեմ մեր մոտ, թե Ադրբեջանի մոտ կոնկրետ այդ համաձայնագրում չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ։ Դրանցից մեկը վերաբերում էր միջազգային իրավական հարթակներից Հայաստանի հայցերի հետ քաշմանը, մյուսը վերաբերում էր երրորդ երկրների ներկայության բացառմանը Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան սահմանին։ Հիմա տեսեք։ Այդ երկու կետերը բացենք, որ հասկանանք, թե ով ինչ տեղ ունի հետ կանգնելու, հա, իր պահանջներից։ Դրանք չոր պահանջում էին, մենք ասում էինք հայցերը հետ կանչենք պայմանագիրը ստորագրելուց հետո դիտորդներին հանենք սահմանազատված հատվածներում։ Հա, բայց դա մի նշություն կա։ Մերոնք ասում են, որ հետ կանչել պայմանագրերը, բայց նաև պայմանավորվել, որ ընդհանրապես այդ հարցով հայ-ադրբեջանական որևէ հայց, որևէ կողմ երկկողմ հարաբերություններում չենք բարձրացնի։ Չենք բարձրացնում, չենք ներկայացնում։ Ադրբեջանը ասում է, չէ, դուք այն ինչ որ ներկայացրել եք ու հաջողության եք հասնում, փաստորեն, որտեղ շահել եք, հետ կանչեք, բայց ինձ մի ասեք, թե ես հետո ինչ ձեր դեմ ինչ դատեր եմ բացելու։ Պետք է ասում եք լեկտիվության չափը։ Ու հիմա այսինքն Հայաստանը, որ ասում է լավ, ու երկրորդ փաթեթով եկավ Ադրբեջանից նորից ամփոփող, այսինքն էլի իրանց պահանջը պնդում են։ Ինչին պետք է համաձայնվի Հայաստանը։ Նույնիսկ դրան մենք քննադատում ենք, ասում ենք անընդունատրելի է, որովհետև դա լուրջ գործիքներ է, որ մեր ձեռքից խլվելու է։ Կամ բանը դելիմիտացիայի հարցը։ Մենք ասում ենք, որ դելիմիտացված հատվածներ առանձին վերցնել եւ այդտեղից հետ քաշել դիտորդներին, դա ուղղակի այդտեղ հրավիրել, որ այդ տեղով սադրանք անի Ադրբեջանը եւ շարքցի մեր վրա, հեն արդեն ասում են ապրիլին Հայաստանը պատրաստվում է պատերազմի Ադրբեջանի դեմ։ Իրենց բաները Հասարազինության մասներն են խոսում, որ այն զենքերը, որոնք գալիս են հիմա Հայաստան, մեր դեմ են ուղղված, այդ զենքերը գուցե ուրիշ տեղ են։ Դա միշտ էին ասում, բայց հիմա արդեն իրենց մամուլում կոնկրետ ժամկետ են նշում, ասում են ապրիլին Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ինչ նշանակում։ Այսինքն ապրիլին իրանք են պատրաստվում հարձակվել, ապրիլին սադրանք կազմակերպեն ու հետո շարը գցեն Հայաստանի վրա, թե իրանք ուզում էին հարձակվեն, մենք կանխարգելի չրբանա ու օրինակ, հա, եթե ստացվի իհարկե մոտները, ռասկլադը նաև հարմար լինի։ Պարզ է, այդ նախապատրաստում են չի շնակում 100% դա այդպես է լինելու, հա։ Բայց ամենայն դեպս, եթե այդ վտանգը կա, եթե իրենք այդպիսի բաներ են պլանավորում, դու ո՞նց ես այդ վերջի գործիքները ձեռքից հետ հանձնում։ Եվրոպական դիտորդների արկայություն առնվազն ամբողջ սահմանին, նույնիսկ եթե այսօր խաղաղությունը կնքեն եւ դելիմիտացված հատվածներ ունենանք, դա չի նշանակում, որ այդ դելիմիտացված հատվածներից պետքա եվրոպական դիտորդներին հետ քաշենք, որ բաց հնարավորություն տանք Ադրբեջանի սադրանքի։ Ուզում եմ ասեմ, Հայաստանը էլ ինչից պետքա հրաժարվի, որ այդքան վստահ են, որ Ադրբեջանը հիմա արդեն ինչ որ միջոցառման կգա կմասնակցի։ Դա շատ վտանգավոր է, այդ նշանակում է, որ էլի մենք ենք գնալու հերթական զիջման, նույնիսկ այն բաները, որ պահանջվում էր Ադրբեջանից Հայաստանի իշխանությունների կողմից, օրինակ, որ հետագայում ոչ մի բան հայցերի իրարություն, ուրեմն դրան էլ են զիջելու։ Բայց մենք հստակ տեղեկություն չունենք, գուցե Ադրբեջանն է համաձայնել է, որ հետ քաշելուց հետո նման հարցեր չեն համաձայնվելու լիներ, այդ փաթեթում կասեն, փաթեթում համաձայնվել։ Արտգործնախարարն ասում է, այդ ամեն ինչը քննարկվում է խաղաղության պայմանագրի տեքստի տրամաբանության մեջ, եւ եթե որոշում ենք ստորագրում ենք, ուրեմն դրանք պարտադիր պետք է կատարվեն երկկողմ։ Նորից եմ ասում, հենց խաղաղության պայմանագրի տեքստի տրամաբանության մեջ նոր է հետ եկել փաթեթը Ադրբեջանից։
Եվ եկել է նույնությամբ ոնց գնացել է, այտենց է հետայք։ Այն երկու պահանջները, որ Հայաստան դրել էր, համաձայն չի կատարել։ Բայց ինչ հույս կա։ Պարզ չի, որ հիմա Ադրբեջանը ժամանակաձգում սպասում է տենա Տրամպին կարողանալու են իրենցով անեն, ոնց որ 20 թվականին արեցին Իսրայելի միջոցով, թե չեն կարողանալու։ Էլ չգիտեմ, մենակ Իսրայելի, թե էլի ագալերները աշխատում են այնտեղ։ Պարզ չի ինչ գործիքներ են կիրառելու։ Լավ, սա տեսնենք ինչ կլինի խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, բայց տեքստից դուրս էլ Ադրբեջանը պահանջուներ սահմանադրության հետ կապված եւ վարչապետը հայտարարում է, թե մեր սահմանադրության նոր տեքստը կարող է ունենալ նաեւ տարածաշրջանային նշանակություն, ասում է իրական Հայաստանի գաղափարախոսության պայմաններում այն ունի բացարձակապես այլ նշանակություն։ Չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաեւ տարածաշրջանային նշանակություն։ Դե ակնհայտ է նկատի ունի այն ինչ որ միշտ նկատի ունեցվել է, այսինքն այդ լղիմ եւ Հայաստանի ԽՍՀՄ-ի վերամիավորման ակտի վրա որևէ հղում չանելը, ոչ թե ես էլ եմ ասում, ես հույս ունեմ, դա իհարկե հռչակագրին չի վերաբերվելու, որտեղ հռչակագիր անկախության հռչակագիր է, դա է այնտեղ առանցքը, կարևոր կետը դա է, ոչ թե ինչ որ այնտեղ մի կետ կա, մի կետ չի, մի քանի կետ կա, որոնք այսօրվա մեր սահմանադրությանը հակասում են։ Նույն այդ ազգային ժողովի կողմից իրավունքը ռազմական ուժերի ուրեմն կիրառման, որը որ նոր սահմանադրությամբ այդպիսի իրավունք չունի ազգային ժողովը, ունի գործադիրը։ Այսինքն հակասության մեջ է մտնում սահմանադրության, բայց ընդ առանցքային բան կա, որը որ վերաբերում է անկախությանը, հենց անկախության հռչակագրով է հռչակվել։ Այսինքն չի կարելի ընդհանրապես հղումը հռչակագրի վրայից հանել։ Ես էլ եմ ասում, ինչ որ լուծում պետք է գտնվի իրավական, ես խնդիր չեմ տեսնում, որ հղում չարվի կոնկրետ այդ կետի վրա կամ սահմանադրության մեջ հատուկ կետ արվի, որ հռչակագրի այդ մի կետը չի գործում։ Օրինակ, ՍԴ-ի որոշումներ ունենք արդեն էլի, բայց թե մի հատ էլ սահմանադրության մեջ գրվի։ Դա չի գործում, որտեղ չի գործում։ Դա իրականում չի գործում, երբեք չի էլ գործել։ Ու չի գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կամոք, որը որ հռչակել է անկախ պետություն, ոչ թե Հայաստանի հետ վերամիավորում, անկախացնելուց հետո նկատի ունեմ, հա։ Ուզում եմ ասեմ, որ այդ նկատի ունի ու եթե այդ լուծումը գտնում են, հա, տարածաշրջան ուրիշ ոչ մի առիթ չի լինելու մեղադրելու Հայաստանին հարևաններից որևէ մեկի հանդեպ ինչ-որ տարածքային պահանջ ունենալու մասով։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուշուձյանի հետ, կհանդիպենք։